Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ինչ ակնկալիք ունեմ այս սպասվող տարվա տեսանկյունից օպերատիվ աշխատանքների ակտիվացման համար։ Գիտեք, որ ամեն տարի ես հարցը բարձրացնում եմ, պարոն Ֆիդանյանը կհաստատի, ինչ դեռ ձեր նախարար լինելը եւ հիմա ձեր արդեն պարբերաբար ձեր առաջ եմ դնում գաղտնալսման հնարավորությունից օգտվելու խնդիրը։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ բյուջեի համար դա ծանր խնդիր է, որտեղ մեծ է ծախսը, այնուամենայնիվ մենք պետքա փուլ առ փուլ մոտենանք այդ խնդրին եւ կարողանանք գտնել լուծումներ։ Քանի որ այսօր լսեցինք եւ ձեր զեկույցը եւ հարցերի պատասխանը, նաեւ սուր հարցեր եղավ մի պահ, որ ես sense նայում եի, երբեք չէի տեսել, որ ձեր մոտ որևէ լարվածություն առաջանա, բայց դա նկատեցի մեկ-երկու հարցի շրջանակներում, երբ որ ոստիկանությունը դիտվեց որպես այսպես ոչ պատշաճ գնահատականների տեսքով, բայց ես ուզում եմ հիշեցնել 24-23 թվականին ոստիկանության աշխատանքի գնահատականը միջազգային կառույցների կողմից, այդ մասին մենք չխոսեցինք, որոնք դա մեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում չէր։ Ոստիկանության նկատմամբ կա հասարակության կողմից որոշակի վերաբերմունք, եւ երբ որ ես ասում եի ցուցմունքը մեկ ոստիկանի կամ երկու ոստիկանի, ես պարզապես ուզում եի ասել, որ երբ որ գնում է բախում, շատ հնարավոր է ոստիկանը մենակ է ինքը։ Եվ մեկ ցուցմունքն էլ կարող է բավարար լինի այդ խնդրի լուծման համար, եւ դուք շատ ճիշտ նշեցիք, որ դա ոչ միայն նախարարի գործը չի, այլ մյուս կառույցների, ուրեմն կողմից իրականացված քննության արդյունքում պետք է լինի։ Այնպես որ մեկ թե երկու ցուցմունքի խնդիրը չի, ոստիկանը պետք է այնպիսի վստահությամբ ներշնչված լինի, որ նրա ասածը որևէ մեկը չի կարող հերքել, եւ ամբողջ աշխարհում է այդպես։ Բոլորս էլ այստեղ նստածները շրջագայում ենք, տեսնում ենք ոստիկանը իր ծառայության ընթացքում թե ուժ կիրառելուց, թե բանից ինքը անում է գործողություն, բայց ինքը շատ լավ վարժված է, որ այդ գործողությունը ինչքանով է օրենքով նախատեսված եւ հիմա գվարդիան, որ մենք ստեղծում ենք, բազմիցս քննարկել ենք, որ գվարդիայի մեր անձնակազմը պետք է շատ լավ անվանեն այն չափը, թե ինչքան ինքը կարա ուժ կիրառի, բայց երբ որ գվարդիան կանգնած է, նաեւ դիմացի կանգնողը պետք է իմանա, որ գվարդիան ուժ կիրառելու մեծ լիազորությամբ օժտված։ Եվ ընդհանրապես ուժային կառույցը բառ ասում է ուժային։ Ես շնորհակալ եմ այս զեկույցի համար, տիկին նախարար, որովհետև բարեփոխումները դրանք արկա են, նաև փառաքարի բացահայտումը, դա բարեփոխումների արդյունք է, բայց դա քիչ է։ Որովհետև Տիկին Գրիգորյանը ասաց, որ այնտեղ կանխարգելման ծրագրերը պետք է օր առաջ լինի, մենք գիտենք, որ քարտեզը օպերատիվ ինքը շատ բազմաշերտ է, եւ փառաքարը միշտ եղել է այդպիսին։ Փառաքարում շատ զենք կա, եւ այդ զենքը օր առաջ պետք է բացահայտվի, եւ մեր ակնկալիքը քրեական ոստիկանությունից եւ ոստիկանության բոլոր կառույցներից նաեւ համայնքային այդ զենքերը օր առաջ իրենց պատվալներից վարձիտակից հանվի եւ որպեսզի պաշտպանվեն նաեւ հնարավոր այն անուղեղները, որոնք կուզեն մի օր այդ զենքը կիրառեն, որովհետեւ դա բերելու է ծանրագույն հոդվածների, որի տակից արդեն տասնյակ տարիներով մինչև ցմահ կարող է դուրս չգան։ Ես կարծում եմ, որ մեր բարեփոխումները մենք կշարունակենք։ Բյուջետային այս քննարկումից եւ ներկայացումից հետո կլինեն խնդիրներ, որ մենք շատ հնարավոր է հանձնաժողովի գուցե արտահերթ նիստով որոշ բաներ ամփոփենք նաեւ ձեր անձնակազմի հետ մեկտեղ, որովհետեւ մինչեւ լիագումար նիստ որոշ առաջարկներ նաեւ հանձնաժողովը որ տեսնում է, որ կարելի է դա ունենալ, հա, այս բյուջետային տարվա համար, մենք հանձնաժողովում այդ հարցերը կբարձրացնենք եւ կուղարկենք կառավարություն։ Շատ շնորհակալություն։